այն ինչ հիմա կատարվում է տրանսպորտի հետ, տրանսպորտի վճարների գանձման մեթոդների հետ, դա ուղիղ ժողովրդի մեղավորություն է, կներեք, բայց պետք է ազնիվ լինել։ 2023 թվականին շատ շատերը չգնացին ընտրության ու քաղաքային ընտրություններին չմասնակցեցին եւ 7%-անոց ուժը, կարելի ասել даже նույնիսկ ոչ լեգիտիմ ուժը դարձավ քաղաքապետ։ Եվ ինքը սկսեց կամայական ինչ ուզեց արեց։ Դա իբր տրանսպորտը նորացրեց, բերեց անորակ ժոնգթոնգներ, հա, որոնք չգիտեմ, սատանայական ձեն են անում, երբ գնում են կողքով, հետո բարձրացրեցին ուղևորը 300 դրամ, հետո ժողովուրդը ինչ որ չափով ճնշեց, դա իջավ 150 դրամ, եւ ժողովուրդը սկսեց չվճարել որպես բողոք։ Եվ այսօր էլ արդեն վարորդներին հանում են ժողովրդի դեմ։ Ժողովուրդ ջան, այս ամեն ինչ կատարվում է, ցավոք սրտի այն բոլոր մարդկանց մեղք կա, ովքեր ընտրությունների չգնացին։ Պետք է դուք անկեղծ լինեք ինքներդ ձեր հետ։ Առջևում համապետական ընտրություններն են, եւ եթե դուք էլի չգնաք այս ընտրություններին, ավելի վատ բաներ են լինելու մեր երկրի հետ, ու դուք ասեք, «Վայ, ես ինչ եղավ, վայ, բա մենք սենց չէինք ուզում»։ Դու ո՞նց կարող ես ինչ-որ մի բան ուզել, եթե դու չես գնում ընտրություններին։ Այսքանը։